Անցած շաբաթ ազգային ժողովում ՊՊՑ աշխատակիցները հարձակվեցին լրագրողների վրա։ Բարև ձեզ, եթերում խորագիր հաղորդաշարն է, այսօր ես, Գևորգ Էմինտերյանս, Մենուա Սողոմոնյանը և Հռիփսիմե Ջեբեջյանը ամփոփում ենք անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անցած շաբաթ շարունակվեց լրագրողների դեմ այսպես բռնությունները, նախ հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ տեղի ունեցեր տհաճագույն միջադեպ Անդրանիկ Քոչարյանի և լրագրող խմբագիր Հռիփսիմե Ջեբեջյանի միջև, երբ Անդրանիկ Քոչարյանը ըստ էության վիրավորել էր Հռիփսիմեին, և հետո ուրեմն այս շաբաթ էլ լրագրողների ակցիան, որ պաստառներ էին պարզել ուղղակի օթյակից և պահանջում էին, որ Անդրանիկ Քոչարյանը գոնե ներողություն խնդրի կամ ինչ-որ ձևի անդրադարձ լինի այդ տհաճ միջադեպին, արձագանքեց ՊՊՑ-ն և ուրեմն քաշքշուկով այդ պաստառները ձեռքներից խլելով և այսպես կապտուկներ, նույնիսկ մարմնական վնասվածքներ, ճիշտ եմ ասում, չէ՞, քերծվածքներով, և ուրեմն ու էլի ոչ մի պատասխանատվություն դրանից հետո չեղավ, ոչ մի բան չեղավ։ Ոչ մի զրո պատասխանատվություն, բայց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ ես սխալվել եմ, պետք է այդ ժամանակ հրահանգեի, որպեսզի ՊՊՑ-ն թույլ տար լրագրողները շարունակեին իրենց ակցիան։ Իսկ մենակ այդ էր զղջման պահը, էլի, որ սխալ էր այդ պահին կողմնորոշվել ու արգելվել էր պաստառը մինչև հիմա իրենց մոտ է։ Ու դրանից հետո ոնց որ թե նաև ինչ-որ նոր բան են, չէ՞, մտցրել, իրավական կարգավորման մտցրել։ Այո, բոլոր լրատվամիջոցները արդեն իրենց էլեկտրոնային փոստերին ստացել են այդ նամակը ազգային ժողովի աշխատակազմից, որ այսուհետև լրագրողները կարող են պաստառներ մտցնել աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, եթե այդ պաստառների վրա չկա զրպարտանք, վիրավորանք եւ այլն, սա մտցրել են այն պահը, որ բովանդակությանը իրենք պիտի ծանոթանան, հակառակ դեպքում, այնտեղ գրել են, հակառակ դեպքում կստացվի, որ լրագրողները կարգ են խախտում հավատարմագրումից կարող են զրկել ըստ էության, եթե առանց իրենց թույլտվության որևէ պաստառ այլևս մտնի խորհրդարան։ Իսկ թե ոնց են որոշելու, ասենք դատավորը, ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, որ պիտի որոշի վիրավորանք կա, ասենք ըստ իր քիմքի, ըստ իր ճաշակի պիտի ասի, այստեղ վիրավորանք կա, ուրեմն չեմ թողնում։ Այսինքն պետք է միայն ասենք ազգային ժողովի պատգամավորներին կամ, չգիտեմ, իշխանություններին ինչ-որ գովաբանող, փառաբանող ինչ-որ բաներ պետք է ասենք։ Ասենք անգամ դատարանի համար է շատ դժվար որոշել վիրավորանք է, թե չէ, սահմանը շատ նուրբ է, էլի, ասենք կան միեդի որոշումներով է առաջնորդվելու, ոնց է առաջնորդվելու հետաքրքիր աշխատակազմի ղեկավարը, որ թույլ տա կամ չտա։ Տեսնեք ինչքան բան իրենց քմահաճույքով է ամեն ինչ լինելու է։ Դա հələ վիրավորանքը բամբազրպարտությունը ոնց է որոշել, ասենք անցյալը քրքրել են, իմանան այս մարդը այսպեսի բան արել է, թե չէ։ Բայց սա ինձ թվում է, որ միայն բանի հետ կապված հարց չի, նախ սա նախատրամադրության բան է, որ ու այդ հարցազրույցից էլ ձեզ հետ այդ կատարվածից էլ դա երևում է, որ դուք մոտենում եք միանգամից Անդրանիկ Քոչարյանը այսպես ոնց որ պորտկում է այդ վիրավորանքը բանանում, եւ նաեւ սա ընդհանուր այդ բանն է, որ իշխանությունները ոնց են վերաբերվում ընդհանրապես լրագրողներին։ Մի կողմից իհարկե այդպես ինչ որ հետապնդումներ բաներ, որ ասենք ֆիզիկական ուժ կիրառվի, չգիտեմ, մեքենայերեն, եսի ինչ, սա ոնց որ թե չկա, բայց մյուս կողմից էլ կա, այսպես ասենք, smart դիկտատուրայի ինչ որ բաներ կան։ Ինձ ավելի բանը, ասենք մեզ ասում են բաժեզներում դուբինկով չեն ծեծում, գոհ եղեք, էլի, որ խոսքը ձեր ազատ է, բայց մյուս կողմից այդ հոգեբանական տերորը ավելի մեծ վնաս կարող է տա քո նյարդային համակարգին, քեզ ընդհանրապես գործունեությունից զրկի, իրենց ֆեյքային հարձակումները, վիրավորանքները, ամեն տեսանյութի տակ իրենց գրած հայհոյանքների շղթաները, որ բան ու գործ չունենաս, մի հատ աշխատակից պիտի պահես այդ հայհոյանքները ջնջելու համար,
էլի, ասենք, հիմա իրենց զոմբիները կասեն, բա վաստակ է իր այդ իրավունքը, որ քեզ հայոյանք չգրեն, բայց բոլորը հասկանում են, որ կազմակերպված բնույթ է կրում։ Ու մեջը մտնում ես, տեսնում ես կամ Նիկոլ Փաշինյանի են բան են բինտ փաթաթած ձեռքն է հետևում կամ Հիսուս Քրիստոսը կամ Փաշինյանը, ասենք, բոլորի էջերը շատ միանման են ու մի շղթայով Պարզա, որ այդ մարդու աջակիցները sense մի շղթայով կապված են բոլորը իրար հետ։ Ու այդ անընդհատ այդ ատելությունը շարունակվում է, էլի, որտեվ ասենք մարդը որ հայհոյում է քեզ, դու ինչ անես։ Ոչինչ, դու էլ ուզում ես իրեն հայհոյես, էլի, առաջին քո բանը դե, ու այդ ատելության բանը այդպես ֆեյքային բաներով շարունակվում է։ Երկրորդ կարևոր բանը այն է, որ ինստիտուցիոնալ բան էլ չկա լրագրողների հանդեպ այդպես պահանջներ չկան, ասենք կարող է հարցում գրես ընդհանրապես չպատասխանել, օրինակ ասենք Արայք Հարությունյանը երբեք մեր հարցումներին չի պատասխանել, եւ մի գործով էլ այն Վանաձորի բանի գործով էլ որ իրանք պրոֆեսորի բանը կեղծել են Վանաձորի հիմիկվա ռեկտորի բանով մենք ենթադրություն ունենք որ իրանք դոցենտի կոչման հետ կապված է պրոֆեսորի կոչման, իբր ինքը Ռուսաստանում պրոֆեսորը եւ այստեղ բաներ արել, դարել էր վերականգնել են այդ բանը, նորից տվել են Հայաստանի պրոֆեսորի կոչումել ըստ այդ միջպետական պայմանագրի, բայց քանի որ հիմա նորից է էլի բաներ բացահայտվել որ օրինակ ինքը պրոֆեսորի փող չի ստանում, չգիտեմ, այս հաջորդ մրցույթը որ հայտարարել են պրոֆեսորությունը հանել են եւ այլն, մենք ենթադրել ենք որ Արայք Հարությունյանը բան արել հանձնարարել է Սմբատ Գոգյանին, որ դրա վրա աչք փակի։ Զանգել ենք Սմբատին, ինքը այսպես ցրողական բաներ արել, այն ռեկտորը բնականաբար չէր պատասխանել, գիտության կոմիտեն էլի ինչ որ ցրողական ինչ, բայց Ռուսաստանի կայքում ռուսական կայք կա, որտեղ երևում է բոլոր պրոֆեսորություն ստացածների անունները։ Անունը չկա այդտեղ։ Արայկը դիմել էր դիտորդ մարմնին, որ մենք իր հետ չենք կապվել, ու առանց իր հետ կապվելու գրել ենք, որ իր հանձնարարությամբ եղել։ Չնայած Սմբատն էլ է դա ասում, եւ այսինքն այն որ բողոք դատի տալ բողոքել չգիտեմ ինչ անել այդտեղ կան, բայց որ պետք ինքը լրագրողի բանի հարցին պատասխանի, այդտեղ չկան։ Ու նաև ասենք այդ խոսնակների ինստիտուտը որ ում զանգում ես ասենք մի քիչ դժվար հարց է, մի քիչ չեն իմանում ինչ անեն, մի շաբաթ բան մենք ձեզ գրավոր հարցում ուղարկենք կպատասխանենք։ Այնպիսի բաներ, որ ասենք այո կամ ոչ պիտի ասի կամ չգիտեմ ինչ պիտի ասի, թող Ռիփսիմեն ինձ ուղի, եթե ես իմ հետ էլ է շատ լինում 5 օրյա ժամկետը օրենքով սահմանված ավարտվում է, քիչ են էլ հիշում, որ ասեն վայ 30 օրյա հավելյալ ժամկետ, ասեն կարող է մի 15 օրվա մեջ հիշեն, ասեն լրացուցիչ ժամանակ են խնդրում, ասենք հարցրածդ եսի միշտ մի հատ թիվ կարող է հարցնես, մի հատ թուղթ բացեն, պատասխանը տան, ընդ որում այդքանից հետո 30 օր ես սպասում ես, մի հատ նես լղոզված պատասխան է, որ բանը ոչ ասենց պատասխանը կարդում ես, ոչ մի բան քո համար բարձ չի լինում։ Հետո մի հատ էլ հավելյալ պիտի հարցում անես, որ հասկանաս իրաց գրածը ինչի մասին է։ Դեպքն էլ իր արդիականությունը այդ ընթացքում բնականաբար կորցնում է։ Շատ բան է, հայոց հողակաբար են մոտենում այդ հարցումներին։ Օրինակ ես մի անգամ վարչապետի աշխատակազմ հարցում էի արել, վարչապետի նվիրաբերած զենքերով ինքնասպանություններն էի բանանում, ուսումնասիրում այդ զենքերի ընդհանրապես հանցավոր բանը էլի հետևանքները զենքերի նվիրաբերած։ Վարչապետի աշխատակազմին հարցերի քանի զենք են իրենք նվիրել, եթե չեմ սխալվում 11 էր, այսինքն թիվը իրենք գրավոր հարցման պատասխանել էին, բանային հարցրել էի, պետական գաղտնիք էին համարել դա էլի, նույն բանը հարցը։ Լրիվ, ասենք երկու մարմին է, լրիվ տարբեր բաներ կարան անեն։ Եվ այսպիսով այս դեպքը միակը չէր, Ռիփսիմեի հետ կապված դեպքը, ճիշտ է շատ ցայտուն դեպք էր, շատ այդպես աղմուկ-խանած դեպքեր, բայց սա կառուցվածքային բռնության, ազատ խոսքի կամ արտահայտության դեմ կառուցվածքային բռնության հերթական դրսևորումներից մեկն էր։ Սրանով մեսիջ է տրվում բոլոր այլ լրագրողներին, որ մի դրսևորեք համարձակություն, մի դրսևորեք հետևողականություն, մի եղեք Ռիփսիմեի նման, հա։ Այսինքն, հա, էլի ձեր աշխատանքը այդպես կատարեք ու բան արեք, անհարմար հարցեր մի տվեք, ճշմարտությունը բարձրաձայնելու ուղղությամբ հետևողական աշխատանքներ մի տվեք, մի խփեք այն կետերին հարցերի առումով, որտեղ որ ունեն մարդիկ խոցելիություն եւ այդ խոցելիությունը գալիս է իրենց, չգիտեմ, ապիկարությունից։ Թե չէ ինչ ասես կարանք ասենք, ու ոչ մի պատասխանատու չեն։ Այո, եւ կմնաք եւ այն մարդիկ ովքեր որ
հոգեբանական այդ terror-ի ենթարկում են, որ շատ հեշտ կարող են իրենց հետևից գնալ եւ վերհանել։ Ես առաջին անգամը չեմ լսում, ես նաեւ հիշում եմ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կազմակերպած սեմինարի ժամանակ եւ Անին Գևորգյան եւ Հռիփսիմեն ինչպես էին ներկայացնում են բոլոր փաստերը, թե ինչ կարգի վիրավորանքներ են մարդկանց պարզապես հասցնում նրա համար, որ մարդիկ իրենց աշխատանքն են կատարում եւ դրա համար նրանց ուղղակի վիրավորում են որպես կնոջ, հա, պարզապես շատ քստմնելի ձևով կպնում են, վիրավորում են եւ այդ մարդիկ մնում են անպատիժ։ Սա համակարգային տոտալ, այսպես ասենք, բռնություն է ազատ խոսքի դեմ եւ մենք պետք է ամեն առիթով այս մասին բարձրաձայնենք եւ սատար կանգնենք մեր լրագրողներին։ Վիրավորողները ոչ միայն մնում են անպատիժ, այլև երբ որ դատարան ենք դիմում, դատականացիաներով անցնում ենք, հաղթում ենք դատը, այսինքն կա դատական ակտ, որ իրենց աջակիցի Աննա Մարտիրոսյանը վիրավորանք է թույլ տվել, դատարանը որոշել է, որ պիտի ներողություն խնդրի, վճարի 70,000 դրամ, այդ աղջիկը հիմա Աննա Հակոբյանի մոտ կրթվում է ու գրել է «Мне дал лампочки», ինչ ուզում եք արեք, ոչ մի դատական ակտը չեմ կատարելու։ Այս իրականության մեջ ենք մենք։ Հիմա կրթվում է, տեսնենք գոնե կրթվելուց հետո ինչ որ առաջընթաց մոտը կգրանցվի, թե չէ, դատական ակտերը կատարելու առումով գոնե կհասկանա, որ մեր երկրում դատական ակտերը պարտադիր կատարման ենթակա են։ Մի կետել եմ ուզում անդրադառնալ այդ ինչպես են լրագրողներին թիրախավորում, էլի, որ հասարակական ինչ-որ մի հատ բան կա, որ շերտ կա եւ այլն, որ մտածում է, որ մեղավորը լրագրողներն են, ասենք բանը հարց ես տալիս կամ ինչ ես անում փողոցային հարցում է եւ այլն, սովորական մարդը հասարակ ինչ որ ոչ քաղաքական գործիչ է, ոչ հանրային ինչ որ դեմք է եւ այլն, ասենք ասում է, որ լրագրողներն են մեղավոր այս վիճակ։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը լրագրող է եւ ինչ որտեղ գուցե այդտեղ մեղավորություն ունի լրագրողական համայնքը, որ այդպիսի ներկայացուցիչ է տվել, բայց ամեն դեպքում դա էլ է այսպես չերևացող թիրախավորման ձև, որ մարդկանց մտքում թողնում են մի բան, այսպես ասենք համա մնում բերանում, որ մեղավորը լրագրողներն են, այսինքն եթե լրագրողը հարց չտա, կոնֆլիկտ չի լինի, լրագրողը հոդված չգրի, բան չի լինի եւ այլն։ Եվ մի հատ էլ հանգամանք կա, որ այդ smart բռնապետության բանն է, որ այդ անընդհատ դատական բաների դիմելն է, որ անընդհատ դիմում են դատարան։ Դա այսպիսի մի բան կա, էլի, որ դու, ասենք, փոքրիկ խմբագրություններ են, այդ մեծ ռեսուրսներ չունեն, ինչ որ այդ եկամտի աղբյուրները շատ բան են, սահմանափակ են, երեր ունեն, չգիտեմ ինչ են եւ այլն, եւ ամեն դատական ակտը նշանակում է, որ դու պետքա փաստաբան վարձես, դու պետքա զբաղվես դրանով, ժամանակա քեզնից խլում, պիտի նյութ գրելու փոխարեն նստես դատարանի պատասխան գրես, չգիտեմ ինչ անես եւ այլն, ու ասենք 10 հատ այդպիսի հայց լինում է, դու ասենք ամբողջ օրը զբաղվում ես դրանով։ Ես իբրև շատ դատական հայցեր ունեցող մարդ, դա իրականում, ասենք, մարդու ժամանակը խլելու բան է։ Ու հետո երբ որ դու իրանից, հա, ու դա քեզ խոչընդոտում է իրականում։ Եվ հետո դու չես կարող իրեն, ասենք, բան անես, որ այս մարդը բանան ավելին ասեմ, հետո իրանք նաև ազդում են դատարանի վրա։ Ես մի հատ օրինակ բերեմ, իհարկե ոչ որպես լրագրող էր սա բանը, բայց ես որպես խմբագիր էլի շարունակում խմբագիր լինել, էլի։ Ուրեմն Հովհաննես Հովհաննիսյանը, համալսարանի ռեկտորը, իմ վերջնահաշվարկը, որ փոխանցել էր 2 ամիս անց։ Դե ես հիպոթեք ունեմ եւ այդ եկամտահարկը հետ եմ ստանում։ Այդ երամսյակը ավարտվել էր, տեսնեմ այդտեղից եկամտահարկ չեմ ստանում։ Ու ես հասկացել եմ, որ ինքը իմ հարկը չի վճարել։ Ու մոտ ստատուս էի գրել, որ այս մարդը, ասենք, այնքան է հաբրգել, որ հարկերը չի վճարում, այսինքն այնքան վստահ է իր անխոցելիության բանի վրա, որ հարկերը չի վճարում։ Այս մոտավորապես այս բովանդակության մի հատ բան էր։ Ինքը դիմել է դատարան, որ ես իրան զրպարտել եմ։ Ես տարել եմ դատարանում, տվել եմ պեկից թուղթ, որ ինքը հարկը չի վճարել։ Իրոք իմ համար այդ փողը, որը ստացել եմ, դրա համար հարկ չի փոխանցվել պեկ։ Դատավորը, որտեվ զանգել են, չգիտեմ, ԱԱՑ-ից, եսի ինչից, իրենց աշխատակազմը, դատարանը վճիռ է կայացել, որ այո, ես զրպարտել եմ Հովհաննես Հովհաննիսյանին։
պատկերացնում ես, այսինքն դու համ կարաս փող ծախսես, ժամանակ ծախսես, գնաս գտնես ոնց ապացուցես ինչ անես եւ այլն, համ էլ ասենք հետո զանգում են դատավորին, ասում են որ բանը Էլ չեմ խոսում եմ մյուս դատերի մասն էլի։ Հիմա այս ամեն ինչը իրականում նաև մի հատ ուրիշ կողմ ունի, էլի։ Մենք երբեք չենք կարող ունենալ առողջ պետականություն, եթե չունենանք լրագրողական այդ ինստիտուտը։ Եթե դա ինստիտուցիոնալ մակարդակի բան չլինի, երբեք չի լինելու, որովհետև իրենք իմանալու են նախ, որ իրենց ամեն ինչը կախված է օրինակ Նիկոլից, կախված է, չգիտեմ, X-ից, Նիկոլը կգնա, ուրիշը կգա եւ այլն, եւ այդ հավատարմությունը, ինչով բան սխալ անելը եւ այլն, դա փակվում է հավատարմությամբ, չգիտեմ ինչով եւ այլն, դա ավելի կարան ինչ ասես իրենց թույլ տան, կարևորը ասենք առաջնորդին, չգիտեմ, պետության ղեկավարին եւ այլն չդավաճանեն կամ ցույց տան իրենց հավատարմությունը։ Ու սա բերում է այս այն վիճակի, որում մենք հիմա գտնվում ենք, որտեղ մարդիկ հաշվետու չեն։ Օրինակ ես այն ժամանակ հիշում եմ, որ երբ որ ես եւ Մենոան աշխատում ենք համասարում, այդ գնումներ, եսի մինչեւ պետք է կայքում դրված լիներ, բանարվեր, աճուրդները, եսի մինչեւ այս օրը խախտվեց, չգիտեմ ինչ այդ եւ այլն, եւ ես չեմ էլ պատկերացել, ասենք ես կարող դա չդնեմ կամ բան չանեմ եւ այլն։ Հետո ասենք ես պարոն Սիմոնին համոզեցի, որ եկեք բոլոր գիտխորհուրդները, բոլոր բաները, հոգաբարձների խորհուրդները նկարենք, չգիտեմ ինչ անենք, դնենք, թող մարդիկ ում հետեքե, թող մտնեն այն։ Բայց հետո դա վերացավ։ Դա ասենք ուղղակի ասենք հեռախոսին չեմ պատասխանում, ասենք զանգում ես ինչ-որ բան իմանաս, ասենք խոսնակը չի պատասխանում հեռախոսին։ Դե հիշում եք, այդ եկավ այն ժամանակներից, երբ որ Սերժ Սարգսյանը կառավարության նիստերը փակում էր, ինչ աղմուկ էին այսօրվա իշխանավորները բարձրացրել, ասում էին մեզ հրապարակայնությունից, թափանցիկությունից զրկում են, բան, իրանք եկան էլի նույն, ասենք հələ մի բան էլ ավել, հիմա նայում ես հարցերի օրակարգը, այո, ամբողջը փակ, ոչ հիմա մենք չենք իմանում, իսկ ինչ վերաբերում է լրագրողներին այդ թիրախավորելուն, այդ վերևից է գալիս, ակնհայտ մենք, որ սենց հետ են գնում, տեսնում ենք, իրենց падգամավորները ազգային ժողովի ամբիոնից ինչ հայտարարություններ են արել լրագրողների հետ կապված, այլ վերբալ մարմնավաճառներ ասել են, ծախու, չգիտեմ, ծրարով փող վերցնող, պատվեր կատարող, ամեն ինչ ասել են մեր հետ կապված։ Այն ինչ որ իրենք արել են ժամանակին։ Ու այդ նույնը զոմբիները կրկնում են, ասենք տեսանյութերի տակ դու ռոբասերժական ծախված լափամանից օգտվող բան, այն որ ապշում ես, էլի նույն բաները կրկնում են, ու ասենք ում ապացուցես, որ այս բոլոր իշխանությունների ժամանակ բարձրացրել են բոլոր խնդիրները, ինչ որ տեսել եմ։ Այս իրանք ցենց նայում են բոլոր լրագրողների նույն աչքով, բոլորին գրդոնչիներ, ծախվածներ, թալանչիներ, բա ռոբի ժամանակ ինչի ձենդ չէր լսվում, ինձ որ չեն ասում, սենց ծիծաղս գալիս է, էլի Սերժի ժամանակ դուր էիր, գնայր զուգարանում քեզ ծեծեին սպանեն, այսպես բաներ են գնում, մարդ ապշում է, էլի ոնց են այդ կուտ ասվածը կերել էս հասարակությունը ու քանի որ գիտակցական շեմն էլ այդքան բարձր չի մեր հասարակության, անգիրարած առանց գիտակցելու ինչ ոնց, առանց խորանալու վերնագրերը նայում են ու միանգամից Բայց այդ հրապարակայնության մեջ էլ ինչը որ ասենք կառավարության նիստերն են հերարցակվում ազգային ժողովի, չէ, այդտեղ մենակ այն է հերարցակվում, ինչը որ իրենց PR-ը Ինչը որ ասենք Փաշինյանը խոսում է, չգիտեմ, այս արեցինք, ինչ որ մտքերն է ասում, ուտելը ոնց ուտենք, չգիտեմ, ինչը ոնց անենք, այս հատ պրիմիտիվ ինչ որ բաներ հասկացություններ էսի ինչեր եւ այլն, ու միշտ ինքը նույն թեմաներից է, չէ, խոսում փող, աղքատներ, ուտել, հա, ինչ որ կենցաղային էսի ինչա, Իսկ այն ինչը որ էական, ասենք, չգիտեմ, անիֆը լուծարվել է, չգիտեմ, ինչը որոշել են այսպես անել, եւ էլ դրանք լրիվ չզեկուցվող հարցերի բանով են մտնում։ Եվ ազգային ժողովում էլ այդպես, չնայած իրենք ազգային ժողովում իհարկե խնդիր ունեն, որտեվ այդպես չեն կարող ասենք ընդդիմադիր падգամավորներին փակեն բանանեն, բայց ամեն դեպքում մենք օրինակ տեսնում ենք, որ հենց որ մի քիչ իրավիճակը լարվում է, չգիտեմ, քաշքշոցը սկսում է, միանգամից այդ ուղղը անջատվում է։ Այդ ազգային ժողովի աշխատանք չի, ասենք որ իրար քաշքշում են, բան դա ազգային ժողովի աշխատանք չի։ Падգամավորները չնկարեն, մենք այդպես էլ չենք իմանա ով ում ինչ։ Իրանք համ ասում են, որ սա պարլամենտական եսի ինչ ասա թույլատրելի է եւ այլն բան, բայց համ էլ դա փակում են, որը իրականում այդ smart դիկտատուրայի բաներն են, նշաններն են, էլի, որ ոնց ուղղորդեն տեղեկատվությունը։ Նու ինձ թվում է սրանով այս թեման կարելի է բանանել, բայց ես կարծում եմ, որ եթե չլինի ներողություն, այսինքն այդ զղջման բանը չլինի, գրառումը վերջին մարդը սաղմոսներն էր մեջ բերել արդեն հասել էր Աստվածաշնչին, չէ, ինքը մտադիր չի ներողություն խնդրի, ես միշտ ասել եմ այդ ներողությունը, բայց ինձ պետք չի, այդ ներողությունը իրեն է պետք նախ եւ առաջ,
որպեսզի մաքրվի այդ իր ասածից։ Եթե ԿՊ-ն էլ գնահատական չտա իր արարքին, նշանակում է իրենք բոլորը Անդրանիկ Քոչարյան են։ Այո, եւ դա շարունակվելու է, եւ սա չի կարող այսպես անցնել, անհետևանք անցնել, ասենք սա միայն Հռիփսիմեին չի վերաբերվում, Հռիփսիմեի դեպքը չի, սա վիրավորանք էր իմ նկատմամբ, սա վիրավորանք էր հանրության նկատմամբ, որովհետեւ Հռիփսիմեն տվյալ պահին զբաղվում է հանրային գործունեությամբ, հանրության ինչ-որ հատվածի կամ հատվածներին հուզող հարցերի պարզաբանմամբ, մեկնաբանմամբ եւ արդյունքում ստանում է այս վիրավորանքը, սա շարունակվելու է, իրենք սրանով չեն պրծնելու, այս սրանով չի փակվելու, որովհետեւ չես կարող դու այդպես ուղակի խցանը դնել շշի վրա ու սեղմել այդպես փակ բայել, ինքը պետք է խցանը դուրս թռչի եւ այո լավ կլինի որ ինչքան շուտ իրենք այդ ամեն ինչը հասկանան եւ հետեւություններ անեն այնքան ավելի լավ։ Մի բան էլ սրա հետ կապված պարզաբանեմ, որովհետեւ շատ են ինձ հարցնում, ասում են քո հաղորդումների ժամանակ երևի ինչ որ բան ես ասել Անդրանիկ Քոչարյանին վիրավորվել է, վերջին 2 ամսում ես չեմ հիշում, ոչ իմ հյուրերը, ոչ ես իր անունը ընդհանրապես չենք տվել։ Ամենայն հավանականությամբ դա էլ ինձ ասել են զոհվածների ծնողները, ամենայն հավանականությամբ նա բորբոքվել է, որովհետև իր վերջին հանդիպումը զոհվածների ծնողների հետ ոնց հասկացա շատ թեժ է անցել, այնքան թեժ, որ ոչ մի ձայն չի կարողացել հանել այդ ծնողների գորգորոցների, հայոյանքների, բաների տակ։ Դուրս են եկել ծնողները, առաջին լրագրողը, որ այդ մարդկանց գրել է, ես եմ եղել, ես էի միակ լրագրողը եւ հարցազրույցների մեջ այդ մարդիկ ասում են Անդրանիկ Քոչարյան, չգիտեմ, այնտեղ որոշ բառեր էին ասում եւ այլն, եթերի ժամանակ ես ենթադրում եմ, որ քանի որ ինքը չի կարողացել ծնողներին իր ուզածը թափել ասել, դա կուտակել է եւ ին վրա է մուրը թափել։ Ես միակ բացատրություն դա է, թե չէ դրանից առաջ ես որևէ բան իր անունը ընդհանրապես չեմ տվել, չեմ շրջան առել եւ ինքն էլ ստատուսում գրել է, որ այդ լրագրողները ստորագրած էթիկային իրենք էլ հաճախ խախտում, թող մատնանշեն դեպք, ես ինչ էթիկա եմ խախտել, որ դեպքն է եղել, որտեղ sense օթի մեջ ասում են, տակնել մարդիկ գրում են, հա, բա դրանք լրագրող չեն, դրանք լրփագրողներ են, չգիտեմ, այս տիպի բաներ են գրում, թող դեպքով ասեն։ Բայց սա նաև բան ունի էլի, որ մի ուրիշ կողմ էլ ունի, որ ասենք պայտակ կարա մարդը սխալվի, սխալ կողմնորոշվի, չկողմնորոշվի, ուրիշ ռեակցիա տա եւ այլն, բայց հետո մտածի հասկանա, որ ինքը ասենք չափը անցել է կամ ես իմիջ չէ, հիմա ասենք անցել է ասենք 10 օր, չէ, դեպքից, ինքը շարունակում է պնդաճակորեն, ու մի մարդ չէ, մի մարդ չէ, ասենք մի հատ ամբողջ թիմ ասենք չգիտեմ, քանի հոգի են իրենք, մի 100 հոգի, 1000 հոգի մարդ, ասենք 10 օր իրենք մտածում են, որ չէ, իրենք պիտի բան անեն, հա, շարունակեն պնդել, չկոտրվեն, չգիտեմ ինչ անեն եւ այլն։ Սա ես կարծում եմ, որ եւ դաստիարակության հետ կապված խնդիր է, եւ աշխարհայացքի, եւ իրանց նաեւ վախերի հարցը, որ ասենք ներողությունը կարող ասենք թիմը փշրի կամ չգիտեմ, իրանք դառնան ոչ տղամարդ Բեխերից Տգետների դպրոցում երևի չեն էլի սովորում, որ ներողություն խնդրելը քաղաքակրթության այդ կրթված լինելու նաև նշան էլի, որ սխալվեցի, պորտկացի, չգիտեմ, սուբյեկտիվ եղա, ներողություն եմ խնդրում, իսկապես վատ բան եմ արել, սխալվել եմ։ Ուրեմն քո ասածից պետք է ասել այս շաբաթվա ներողությանը, երբ որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արտեմ Մելիքբեկյանը ներողություն խնդրեց ստիպված, բայց դա մենքով որ մենք բոլորս սխալվել ենք եւ այլն եւ ինչը խոստում է որ 2 ամիս հետո կունենանք բոլորին այլ ֆուտբոլ թե ոնց է այլ ֆուտբոլը լինելու եթե նույն մարզիչն է նույն ֆեդերացիայի նախագահն է եւ նույն ֆուտբոլիստներն են նույն մթնոլորտն է եւ բայց շատ ավելի ուժեղ մրցակիցներ են հեսա մեզ սպասում դա բանը բայց ամեն դեպքում պարզա որ ուղղակի այսպես ալիքը բանանելու համար էր էլի անցկացնելու համար 2059 եմ շատ իրի սպասում եմ տեսնենք չեմպիոն լինելու օրինակ այդ նույն բանը ասում էին համասարանի համար ասում էին որ պետքա բանը մենք 2050 թվականին պետքա ունենանք մեկ համասարան լավագույն 50-ի մեջ, չէ, հիշում ես, չէ։ Տես չէր ասում։ 100-ամյակի ժամանակ համասարանի։ Ինքը մի քանի անգամ ասել։ 100-ամյակի ժամանակ ասած խնդիր եմ դնում, որ համասարանը կարծեմ առաջիկա 10 տարվա թե 15 տարվա ընթացքում լինի աշխարհի լավագույն 500-ի մեջ, եթե թե 100-ի մեջ։ Հա, կամ 100-ի մեջ, 50-ի մեջ եւ այսպես մի թիվ որ անհնար է իրականում,
որտեղ եթե Հայաստանի ամբողջ բյուջեն էլ դնես համասանում եւ այդ միայն ծախսես այդ լաբորատորիաների բաները, դու երբեք չես կարող ասենք Մասաչուսեթսի համասարան անցնես, բայց հակառակը ինքը դա ասաց, հետո դրանից հետո սկսեց փակել համասարանները, այսինքն հիմա 2050 թվին ԵՊՀ չի լինելու։ 2050 թվին լինելու ակադեմիական քաղաք, ինչ որ եսիմիշ բաներով։ Ու կարող ասի, որ դե ասենք, իբր ասենք, որ ԵՊՀ-ն, չէ, մտնելու էր։ Նոր 2 տարվա, 3 տարվա բուհա, ինչ եք ուզում ասենք, 3 տարվա եսիմինչը։ Այսինքն ինքը դա հայտարարեց ու դրանից հետո սկսեցին համակարգային բաներ, չէ՞ որ չգիտեմ գազանոցից մարդ են բերում համասանում խոսնակ, որտեղից ես մի չեմ բերում եւ այլն, որը ակնհայտորեն ազդելու էր էլ այդ որակի վրա։ Հիմա այդ ֆուտբոլի հետ կապված չեմ հիշում, օկտատերից Facebook-յան ով հիշեցրեց, թե ինչպես էր ժամանակին նույն հայտարարությունը Արմեն Մելիքբեկյանը արել Նորվեգիայի հետ խոշոր պարտությունից հետո, որ մենք շատ արագ դասեր կքաղենք, կվերականգնենք եւ էլի կարծեմ 2 ամիս թե ինչ այդպիսի արտահայտությամբ նշվել էր, որ շատ կարճ ժամանակում հայկական ֆուտբոլը կվերականգնվի։ Այդ դեպքերից կարծեմ 2 տարի, 3 տարի անցել է եւ խնդիրը նրա մեջ է, որ մարդիկ գիտեն, որ իրադարձությունները այնքան շատ են, որ ժողովրդի օպերատիվ հիշողությունը, այսպես ասենք, օզուն չի հասցնում այդ ամեն ինչը հիշի եւ մի հատ շատ ուժեղ այդպես դեպք կարող է լինել եւ մի 2 օր անցնի եւ բոլորը դրա մասին կմոռանան, ինչպես որ ժամանակին մոռացել են Նորվեգիայի հետ խաղում խոշոր պարտությունը եւ խոստումը, որ շուտով ամեն ինչ տեղի կունի։ Բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց էլ կա, էլի։ Մարդու մեջ բնազդային մակարդակում դրված է հաղթելու ցանկությունը։ Իհարկե։ Ասենք ես, չգիտեմ, 2 տարեկան երեխա իմ երեխայի հետ, որ ասենք չէ բան եմ, ինքը փորձում է հաղթի, ասում է, չգիտեմ, մի տղասնից թլոշ ասում էր դու ես զրոն էլի, բան, մյուս ասում է ես հաղթել եմ, բան, այդ մեջը նստած է էլի մարդը, որ մարդը ուզում է հաղթի։ Մեր ֆուտբոլիստների մեջ չկա այդ ցանկությունը։ Մենակ ֆուտբոլիստների չէ, նիկոլականների մեջ, այս իշխանության մեջ չկա այդ բանը, որ ասենք իրանք ուզում են հաղթել ինչ-որ բան։ Իրանք ուզում են հաղթել միայն իշխանության աթոռը պահելու բանը։ Ուրիշ բան, բայց դա էլ եթե ես վստահ եմ, որ ասենք այդ մեքենան ասեն տարկշի կամ աշխատավարձը կտան կամ այդ քարտուղարուհիտ կմնա մոտը եւ այլն, այդ էլ իրանց մոտ բնազդային ինչ-որ բան կա, որտեվ շատ մինիմալիստական պահանջներ ունեն։ Այդ բնազդային բանը, որ ասենք դու ուզում ես հաղթել, ինչ-որ բան նվաճել, ինչ-որ բանի հասնել եւ այլն, ոչ մի բան չկա, ասենք ոնց կարելի ասենք 7 տարի լինել իշխանության ու միտեղ չհաղթել, ասենք մի հատ ինչ-որ լուրջ բան չանել, ախր օրինակ ասենք նախկին իշխանությունները, չէ՞, ասենք մշակույթին ուշադրություն չէին դարձնում, բայց էլի ինչ որ ժամանակ առ ժամանակ ինչ որ մի հատ բան ստեղծվում, ասենք Կոմիտասի թանգարան, ինչ որ մի բան անում էին մնայուն, այստեղ ոչ մի բան չկա։ Բայց հաջողությունները երբ որ թվարկեց, այս վերջերս Ալեն Սիմոնյանը ասաց անվտանգության ոլորտում աներկբա հաջողություններ ենք մենք գրանցել, դա իրանց հաջողությունների բոլոր ոլորտներում։ Ինչներ նկատի ունենում։ Տնտեսության, անվտանգության ավելի վատ կարող լիներ, որ մենք չլինեինք։ Այդ նույն բանն է, էլի որ դուբինկեքով բացեզներում առաջ ծեծում էին, հիմա չեն ծեծում լրագրողները։ Կամ դա փանջունու բանն էլի, սինդրոմն է, որ ջարդում է, հայրը ասում է ինչու ջարդեցի, ասում է շինել եմ, բան, շինեցի ու չեն կամ համոզեմ, որ այդ բայը քոչում է կոտրել էլի ոչ թե ինքը ասում է շինել, այս լրիվ այդ բանը։ Ու ընդ որում ինչը որ իրենք ասում են ճիշտ հակառակն է միշտ լինում, ասենք եթե ու մի հատ բան է էլի մոտս ձև, ասենք ես որ լսում եմ Փաշինյանին ու ինչ-որ լավ բան ասում, ես մտածում եմ, ասենք սրա բանը որն ասենք ինչ-որ պատվո սարսափելի բան է սա լինելու էլի։ Տեսնես որտեղ է մեզ ուզում գցի, չէ՞։ Ու մենք արդեն սովորել ենք էլի այդպես այդ մտածողությունը, որ չես հավատում, էլի, ինքը ինչ-որ բան որ ասում եմ, մտածում ես, ուրեմն սրա հակառակն է սա լինելու։ Եվ այս շաբաթվա իհարկե գլխավոր իրադարձությունը Գյումրիի ընտրություններն են, որտեղ ուրեմն այսպես տարբեր տեխնացուներ, տարբեր հայացքներ եւ ինչ ասած չենք լսում, որ էլ
բերթը լավ բան է, չգիտեմ ինչ է եւ այլն sense, որը իրականում իհարկե ամոթ բան է, էլի, որ այդ մակարդակն է, բայց եւ իշխանության տեխնացուն այսպես ասենք ճակերտավոր մեր կամ իրենց սարիկը, որ ինչքան խոսում է, այնքան ինչ-որ մի բան ասում է։ Եվ իհարկե գագաթնակետ է իր ասածների, այդ որ Արցախը վատ տեղ էր, որովհետև փողով ազատվում են այնտեղից, եւ այդ փողով ազատվողները ինձ ձեն են տալու, այդ չէ, ասացի իմաստը, որ ինձ ձայն կտան, ես կընտրվեմ, այսինքն այդքան մարդ ու կապացուցեմ, որ իմ ասածը ճիշտ է։ Հա։ Հետևաբար այստեղ արդեն ինչ-որ արժանապատվության հարց է, էլի դառնում բանը։ Բայց այստեղ նաեւ եթե խորը նայենք անբարոյական բան կա, էլի, շատ խորը անբարոյական բան կա, ոչ միայն որ Արցախի հանդեպ է ժխտողականություն եւ այլն, այլև հենց զուտ քաղաքական իմաստով։ Իրենք մանդատ են վերցրել, խոստանալով հայ ժողովրդին, որ իրենք դեօկուպացիա են անելու Շուշին եւ Հադրութը։ Իրենք մանդատը վերցրել են այդ ծրագրով եւ հիմա այդ դեռևս այդ մանդատը չեն դրել, որ նոր մանդատը ստանան, ասում են, որ Արցախը վատ հող է։ Լեգիտիմացնում են, էլի, Արցախի կորուստը հանձնում է, այսպես ասած, լեգիտիմացնում են, քանի որ մարդիկ բանակ ուղարկելիս, Արցախ ուղարկելիս դժբախտ էին իրենց զգում, հետևապես չկա այդ դժբախտը զգալու օբյեկտը եւ հիմա բոլորս երջանիկ կլինենք։ Այս անբարոյական թեզն է։ Այդ Շուշին դժգույն դժբախտ քաղաք էր, դրա շարունակությունն է, էլի, շարունակությունն է, ու դրանից առաջ էլ որ ասած արցախցիները չեն կռվել, այդ մասով էլ էր էլի շատ խոցելի, ընտրակաշառքների մասով, խոսույթները ընդհանրապես Գյումրիի ընտրությունների։ Այն դեպքում, երբ որ արցախցիների տված զոհերի համամասնությունը, երբ որ նայում ես ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչության համեմատության մեջ 2.5-ից 3 անգամ ավելի շատ են կոնկրետ Արցախի բնակչության, հա, համեմատած Հայաստանի Հանրապետության ամբողջ։ Այստեղ այս տեղական ինքնակառավարման ընտրությունների հետ կապված հատկապես Գյումրի, մենեջեր, բայց այդտեղ շատ ազնիվ դրվագ կար, որ այն տատիկը ասաց, որ դու ինձ դու կթաղես, ասաց հա, ես կթաղեմ, լավ կթաղեմ եւ այլն։ Ես դա պարզապես։ Բայց հոգեհացը ընտրակաշառք չի։ Պահը որ ընտրակաշառքի մեջ չի մտնում ԿՀ-ի ցուցակներով այդ։ Չէ, այդտեղ ինձ ավելի շատ բարոյական կողմ է, այսինքն չէ, բայց ԿՊՆ-ն ինչ բանով է ջերմեռանդությամբ ասում կթաղենք, էլի, ասենք, ու անունն էլ դրանցում է, չէ՞, Մերի ես կթաղեմ։ Տատիկը ասենք, ինչքան ուզում է լինի, տարիքով ինչքան ուզում է մեծ լինի, այդ թեմայով երբ որ մարդը խոսում է, էթիկան պարզ պահանջում է, որ ասես, որ չէ, դու դեռ երկար ես ապրելու, հələ բանկանեք, այն մյուս ընտրություններին էլ կգաս, հələ ինձ կընտրես եւ այլն, հա, այսպես ասենք։ Խորը բանով ատանում։ Ես ասում եմ, որ մարդիկ ճիշտ կլինի, որ դες նախընտրական բան անեն։ Ասենք դուխով թաղենք, հա, մերեք թաղենք, բան։ Այդպես նախընտրական բան լինի, որտեվ լավ կարող են միայն թաղեն։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված Հայաստանում կա այդպիսի մի առանձնահատկություն, որ պարտադրված ձևով մարդկանց ընտրությունները անում են ցուցակներով, հա, կուսակցականացված ձևով են անում, մինչդեռ մարդիկ անձերի են ընկալում, անձերի մեջ են փնտրում եւ շատ ժամանակ այսպիսի խոսակցության ենք հանդիպում, որ Սարիկը ինքը գյումրեցի տղա է, Գյումրիում անուն ունեցող, հա, քաղաքի տղա է, այդպես հարգված եւ այլն տղա է։ Հիմա տես սենց այդ դրա հետ կապված հետեւյալ ստանդարտ ասելիքը կա։ Ինչքան էլ դու լինես լավը, ենթադրենք, հա, դու պատկերացրու մի հատ լավ քաղցրավենիք ես, անուշ քաղցրավենիք ես, բայց փաթեթավորմանդ վրա գրում են աղբ։ Դու կօգտագործես այդ քաղցրավենիքը, ասենք դրանից հետո։ Իհարկե չես օգտագործում։ Շոկոլադի վրա աղբ չէ։ Եվ այո, շոկոլադի վրա ասենք գրես աղբ եւ համապատասխան ասենք փաթեթավորման դիզայնով, ասենք աղբի դիզայնով, ասենք շոկոլադ մատուցես մարդուն, ասես դեկեր է շոկոլադ, ասենք մեջինը լավն է, ճիշտ է, դիզայնը վատն է։ Բայց դու հավատում ես, որ հոգու խորքում շատ Սարիկը։ Չէ, ես չեմ հավատում, ես ընդհանրապես այդ խոսույթին եմ, որովհետեւ Սարիկը միակ դեպքը չի։
մեր մոտ էլ օրինակ լորիում էլ էլի այդպիսի դեպք է եղել, որ ասել են, բա գիտես ինչ, հա ինչ անեն, ԿՊ-ի հետ է, ԿՊ-ի ցուցակով է, բայց ինքը լավն է, ինքը մերն է, ինքը սենց է, ինքը նենց է, այլ ամեն ինչ կանի մեր համար։ Դրան այդ ստանդարտ այդ պատասխանն է էլի տալի, բայց եթե լավն է, ինչի է այդ փաթեթավորումը իր վրա վերցնում էլի ինքը, հա։ Մյուս կարևոր հանգամանքը, որ այդ նույն էլի գանք, հա, նախկինում որ դուբինկայներով ասենք ծեծում էին այս վիճակին, եթե հիմա քվյատուփ չեն գողանում, մասսայական լցոնումներ չեն անում, այդ չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է, որ ժողովրդի ձայնը ընտրությունների միջոցով տեղ է հասնում։ Այս ընթացքում եւ Փարաքարում եւ Գյումրիում տեղի ունեցած բազմաթիվ դեպքեր ընտրական գործընթացի վրա խստագույնս ազդող, բացասական ազդող դեպքեր էին։ Մասնավորապես Փարաքարում ընդդիմադիր տեխնացուն ուզում է հանրահավաք իրականացնել, մեկ էլ բերում են աղբատար մեքենաներով լցնում են այդ հրապարակային հատվածը եւ մարդը չի կարողանում իր ընտրողների հետ հանդիպի եւ հանրահավաքը ասենք տեղի։ Ու դրա համար ոչ մի պատասխանատվություն չի գրում։ Կամ այո, սոցիալական ապահովության նախարարությանը պատկանող ՊՕԱԿ-ի աշխատակիցները խմբով գնում են մասնակցում են, ասենք, հանրահավաքի եւ գրառումներ են տարածում ԿՊ-ի, ասենք, գրասենյակի գրառումները սկսում են տարածել եւ դա, ասենք, ոչ մի արձագանք չի ունենում։ Կամ падգամավորները պատերով տալու, չգիտեմ, ֆիզիկական հաշվեհարդարի էլեմենտներ պարունակող բռնության կոչեր են հնչեցնում եւ դա որևիցե խնդիր չի լինում։ Կամ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը ինչ որ գրառում է անում նախընտրական քարոզչության ֆոնին, որ Գյումրիում չհասվածված հիմնականը չես ասում ճանապարհներ Հիմնականը 4 հիմնական տեխնացուներին բերման են ենթարկել, ձերբակալել են հորը որդուն։ Իհարկե, հորը որդուն ձերբակալել, եւ ասենք մարդը քարոզարշավի, ասենք մի օրը կորցնում է այդ ամեն ինչի վրա, իր ստրեսներով, իր այս ամեն ինչերով եւ խնդրեմ, ահա քեզ եւ նաեւ վերջին շուստրությունը, որ ասենք դեբատները անում են նախավերջին օրը, որ վերջին օրը իշխանության տեխնացուն հմեկով ելույթ ունենա, վերջին բան մնաս արիքին։ Ոչ միայն այդ գյումրեցիներն ասում են, որ մի հատ ուրիշ տրյուկ են արել, ասենք ցուցակներում պոլիկլինիկաների, բաների տնօրեններին են ներգրավել, որ տնօրենը մեկը իր աշխատողներին կբերի, որ իրանց համ հանրահավաքները ներկայանալի լինեն, համ էլ ամեն մեկը իր ձեները ապահովի, էլի բերի, իբր իրենք տեխնացու են, բայց ֆիկտիվնի տեխնացուներ են, էլի այսպես ասած։ Եվ այսօրվա իրադարձությունն այն էր, որ Գյումրիում սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը կգնա Գյումրի, բայց այնտեղ գնաց Ալեն Սիմոնյանը, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ իրենք իրականության հետ հաշվի են նստում, որ Նիկոլը այնտեղ հայտնվել է, կարար ավելի վարկանիշը գցեր։ Ամեն դեպքում հետո արդեն ասում էին, որ շատ ծանր են վատ են տարել գյումրեցիները եւ այդ խոսույթը, այդ հոխորտալը, չգիտեմ, գույքերի հետ կապված միջև հիմա բան են, արձագանքում են, էլի առնետներ, բաներ, այդ խոսույթը ընդհանրապես ընդունելի չի գյումրեցիների համար, ասում են Սարիկին վնաս տվեց, էլի ավելի եկավ, հիմա տեսնենք։ Սարիկն էլ երեք ակնհայտորեն բան էր անում, դիստանցավորվում էր։ Ոչ մի անգամ այդպես հպարտությամբ չնշեց թե ինքը որ քաղաքական ուժի ինքը ավելի շատ իր անձի վրա էր դնում, հա, եսի վրա էր գնում այս։ Սա քաղաքի տղուց ինչ որ մի բան մնացել է իր մեջ։ Հա, ինչ որ բաներ, կաթիլներ։ Բայց այդ բանը որ ասում էր ես չեմ, այդ որ մարդուն ասում էր ոնց է աչքերս մեջ նայելու, ասում էր ես չեմ բռնել իրենց, ես ինչ կապ ունեմ։ Հա, իմ հետ ինչ կապ։ Այդ Էդմոն Մարուքյանի ասած, ես ինչ նկարն ինչ է։ Համեն դեպքում Կիրակի օրը կտեսնենք ինչ է լինում, բայց ես կարծում եմ, որ բուրըն բաներ են լինելու Գյումրիից, որովհետև ինչ որ կացան շատ ուժեղ եռում է, դժգոհության, բողոքի բարձր մասնակցությունը անհրաժեշտություն է եւ Երևանում բնակվող շատ գյումրեցիներ ունենք, որ խորհուրդ ենք տալիս, պարզապես հորդորում ենք, որ գնան եւ մասնակցեն ընտրություններին։ Որպեսզի հնդիկները չընտրեն, դուք գնան։ Այո։ Այս շաբաթվա կարևոր իրադարձություններից մյուսը այն էր, որ շարունակում են կտրել ծառերը եւ ուրեմն իբր նոր թարմացնում են, նոր ծառեր են տնկում եւ այլն։ Սա իհարկե ինձ թվում էր, որ ասենք այդ
պնդաճակատությունը ինչ որ սահման ունի, բայց այս դեպքը թվում է որ չկա ավել բան, էլի որ մարդը իր գրպանի մասին այնքան է մտածում, որ թքած ունի, ասենք 1 միլիոն մարդու առողջության վրա, որովհետև ասենք այդ օդի աղտոտվածության թեման, որ այդքան քննարկվում է, որ բան այդ Լոս Անջելեսում որ հրդեհներ էին, օդի աղտոտվածությունը 2 անգամ ավելի քիչ էր, քան Երևանի ամեն օր ինչ որ մենք շնչում ենք այդ օդը, բայց քաղաքապետը շարունակում է պնդել կամ ՔՊ-ն շարունակում է պնդել, չգիտեմ ով է դա շարունակում պնդել, որ ծառերը պետք է կտրվեն եւ դրա փոխարեն պետք է ինչ-որ պարզ է որ այդտեղ փող են աշխատում, պարզ է որ այդտեղ ինչ-որ շահուն են եւ այլն, որպես խիղճ կարելի է ունենալ, չէ՞, ասենք կարելի է բան եւ էլի պետության անգործությունը որ ասենք, չգիտեմ, դատախազությունը կարա ասենք մոտ ստուգի, ասենք այդ թղթերը իրոք բան են, որ չորացած են արդյոք այդ ծառերը, որովհետև ռուս բլոգերներ են արդեն դա նկարում, աղմուկ բարձրանում, չգիտեմ, հանրահավաքում եւ այլն, իսկ իշխանությունը փորձում ասել, որ սա բան է, ռուսաստրուկները հենց բարես Պուտինն է ուղարկել, ռուսի ագենտները եկել են, բայց դա այդ բան ծառերի դեմ Հա, ռուսերեն է խոսում, դրա համար մենք իրենց չենք պատասխանում։ Այքես բան, եկես ավելի շատ պետք է կտրենք իրենց ինածում։ Այն որ գնում են զիբիլը հավաքում են այդ ռուսները, այդ կոմունալ ծառայությունները, որտես միլիարդներ են ստանում ու գործ չեն անում կամ այդ ժամանակ իրանք ապրեն, բան իհարկե մեր ռուս բան, բայց որ գալիս են ասում ես ծառը մի կտրեք կամ բան, այդ ժամանակ բանը մեր ճշնամիները խառնվեն ներքին գործերին։ Բայց սա իհարկե կոշմարային բան է, որ ասենք մի ամբողջ պետություն ոչ մի վերահսկողություն չկա, ասենք քաղաքապետը որոշել, ասենք չգիտեմ ինչքան էլ, ինչքան փող պիտի ստանա, ասենք ծառ տնկելուց։ Նու ասենք թե չգիտեմ, մի իր տոմսի փող կարող ստանա կամ Ամերիկա թռել գալու։ Ինչ բայց չափ կա, էլ ինչ որ մեկը կարող է ստուգի, ես իմ քննիչներ պիտի լինեն, ես իմ դատախազներ պիտի լինեն, չգիտեմ ինչ։ Միտեղ գրես պատին, ասենք Նիկոլի մասին մի բան, անմիջապես կգան տոնածառի մասին մի բան գրես, կգան ձերբակալեն։ Կալանքի հարցը գիշերը կլուծեն։ Դե նրանք չեն անում, չեն զբաղվում իրենց պարտականություններով, լրագրողները հարցերը բարձրացնում են, լրագրողներն էլ ենթարկվում են, օրինակ ասենք, չգիտեմ, բռնություն պարունակող խոսք վերջի թեման էլ որ Ռիփսիմեն նորից բարձրացրեց, ուղղակի չեմ էլ ուզում նորից ասեմ թե ինչի համար, հա, բռնության բանը որ արվել էր, հա, Արագածոտնի գյուղերից մեկում նախընտրական շրջանում, այդ թեմայով ոչ ոք չի զբաղվել, առաջ չի տվել գործը, լրագրողներն են զբաղվում, լրագրողներն էլ թիրախավորվում են։ Ես կարծում եմ, որ շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունը սահմանային կրակոցներն էին, որը երկար ժամանակ Պաշտպանության նախարարությունը հերքում էր, ասում էին դա սուտ է, զրպարտում ենք, մեզ չգիտեմ ինչ եք անում եւ այլն, հետո հայտնվեցին որոշ վիդեոներ, թե ինչ այդ կրակահերթերը ինչ բանով են, ակտիվության են, ինչ ինտենսիվության են եւ այլն, եւ եղավ Պաշտպանության նախարարության զավեշտալի պատասխան, որ մեր ուղղությամբ չեն կրակում, դրա համար դա հրադադարի ռեժիմի խախտում չենք համարում, ու հետո դա, այսինքն կարար նորմալ մարդուն թվար, որ ասենք հասկացել են, որ սխալ են թույլ տվել, բան, այդ միջով մեկին ասենք ինչ որ մի աշխատողը այդպես է ձևակերպել, խառն եղել չեն հասցրել, չեն կայացած ստուգեն եւ այն հետո ուրիշ բան անեին, բայց հետո Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ այո, ադրբեջանցիները մեր ուղղությամբ չեն կրակում, դրա համար մենք դա չենք համարում հրադադարի խախտում։ Ու դրան զուգահեռ նաև Օրագիր Նյուզը որպես այդ տեսանյութերից մեկը հրապարակած կայք, ուրեմն մարդիկ սկսեցին զանգել, տեսանյութերի նկարողները սկսեցին զանգել, որ մեզ սպառնում են, մեզ էս են անում, եւ մենք գիտենք, որ եւ ոստիկանությունը եւ ինչ որ այսպես ասենք գյուղականներ այդ գյուղերում հատ ինչ ոման են գալի, մարդկանց սպառնում են, որ հանկարծ բան չանեք, չհրապարակեք եւ այլն, այո, նույնիսկ հեռախոսներ են ստուգել, որ ասենք ինչ տեսանյութեր ունեք, ինչ ունեք եւ այլն, ու այդպես սա խայտարակություն է իրականում, որտեղ սա իբր ասենք պետությունը անվտանգության
բանից ելնելով այդպես դրա անվան տակ սահմանափակում է ինֆորմացիոնը, բայց դա ուղիղ կապ ունի մեր անվտանգության հետ, այսինքն այն պահի, երբ որ ասենք ավելի լուրջ ինչ-որ բան կլինի եւ այլն, մենք չենք իմանա, իրենք դա վերահսկում են եւ նաեւ ինձ թվում է, որ նաեւ դատարկում են այդ գյուղերը, որովհետեւ մարդը, որ ունի ցավ ու չի կարողանում դրա մասին բարձրաձայնել, ինքը պիտի փախչի այդ ցավից, այսինքն որևէ ինքը ոչ միայն ինքը, ասենք, բռնությանը ենթարկվել, բան եղել եւ այլ նաեւ դրա մասին խոսելու իրավունք չունի։ Ու դա առաջացնում է կրկնակի ինչ-որ բան, այսինքն այդտեղ գալիս է արդեն մենք այդտեղ ինչ ենք անում։ Այդ հարցն է առաջանում։ Հանուն խաղաղության օրակարգի պետք է լռի ինքը։ Այո, լրիր հանուն խաղաղության օրակարգի։ Գառի պես մատաղ լինի կամ չգիտեմ խելագարվի կամ ինչանի, որովհետև հույս ունեն, որ Ադրբեջանը ինչ-որ բան կստորագրի եւ այդպես կպրծնեն իրենք։ Գալիս են հրապարակի մեջտեղում կանգնում թուրքերեն, ադրբեջաներեն երգում են Ղարաբաղ, իրանց մասին որևէ տեղեկություն չկա։ ԱԱԾ-ն տեղ չկա ընդհանրապես, բայց մեր գյուղացիները, որ անկարծ մի հատ տեսանյութ են տալիս լրագրողներին, վերջ դառնում են պետական գաղտնիք, բանանող, ռազմական գաղտնիքները ջրի երես հանող, հատն ինչ հոդվածի տակ ասած, այդ խեղճերին կարան տանեն, էլի այդ վիդեոների համար։ Որը մեկը ինչ որ երկիչ։ Իսիմիշ Սասունցի։ Հա։ Օրագի տարոնցի կամ Սասունցի կամ մի հատ ապուշ։ Չէ, լավ։ Ինչ։ Չէ։ Հայհոյանքներ է գրում օրագիր նյուզ, աշխատում է պաշտպանության նախարարությունում, նշած է իր այջում, որ աշխատում է պաշտպանության նախարարությունում եւ եթեր է մտել հայհոյում օրագիր նյուզին, որ ինչու է այդ բաները դնում, վիդեոները դնում։ Ու ինքը իր այջում գրեց, որ ինքը աշխատում է պաշտպանության նախարարությունում։ Բայց ասենք, որ հիմա մտ նամակ գրես, ասես մտ գտեք իրան եւ այլն, դա չեն պատասխան։ Իհարկե, ոչ, դա ատելության խոսք չի, դա վիրավորանք չի, դա չգիտեմ ինչ չի, բայց որ հանկարծ ասենք դու փորձես մտ մեղմ եսի ինչ ասես, անմիջապես կհայտնվեն բան։ Ու սա առաջացնում է նաեւ նախադեպ, որ ուսապարկերի հետ կապված որ ակցիա արեցին, քրեական գործ հարուցեցին մեր վրա։ Հա, ուսապարկերի հետ կապված, ուսապարկի վրա նկարներ կպցրեցին, այո, որպես վիրավոր քրեական գործ են, հո մեր նման պինդ չեն։ Հա, ճիշտ է։ Մենք ոնց որ պատոժ լինենք իրանց համար, ինչ ասես կասեն, բայց մենք ինչ դրա մեջ ինչ կա վիրավորանք, ասում եմ, վիրավորանքը բան չկա։ Իսկ իրանք շատ նուրբ խոցելի սրտեր ունեն, անմիջապես վիրավորվում են։ Դա բան է, այդպես ասած, անգլերեն դրան ասում են denial։ Երբ որ կա խնդրեմ, բայց դու դա անտեսում ես, այդ խնդրեմը։ Անտեսում ես, այդ մենք ենք չես տալիս։ Այս իշխանությունների ոչն է, էլի, այսինքն որ հենց հրապարակում այդ Ղարաբաղ երկելու հետ կապված, կրակելու հետ կապված, մենք հիմա դե մենք ժպտում ենք, չգիտեմ, ուրախանում ենք եւ այլն, խնդիրը մենք խնդիրը բարձրացնում ենք, մենք խնդրի մասին խոսում ենք։ Բայց բան կա, այսպես ասած, պետությունը հաճախ երբ որ թույլ է լինում, հա, իշխանությունը ինքը դիլեմայի առաջ է կանգնում։ Կրկնակի անեծքի դիլեմա է, այսպես ասած կոչվում։ Դու արձագանքես, խնդրեմ ես ունենում։ Չես արձագանքում, խնդրեմ ես ունենում։ Այդ ռազմավարություններից մեկը պարզապես անտեսման ռազմավարությունն է, որ ուզում ես այնպես անել, որ խնդիրը իբրև թե չկա գոյություն։ Բայց հայկական բան ունի, ջայլամի քաղաքականություն։ Գլուխը մտցնում ես հողի մեջ, չկա շատ ավելի լավ։ Իհարկե, ջայլամի քաղաքականություն։ Բայց դա մենք տեսել ենք, օրինակ Սյունիքի այցի ժամանակ, իրեն ասենք հայհոյում են, ինքը դեմքով քայլում, ոնց որ ինքը չի։ Չգիտեմ, ինչ, ասենք, կարա պարտվի, ինքը ասի սա հաղթանակ է։ Սա կար մի տեղ ասի, որ հա, մենք չենք ամ։ Կարա ասի պարտությունը ամենալավ հաղթանակն է։ Չէ՞ որ երբեմն պարտությունը, ասես մի բան է, չէ՞, ասել որ հաղթանակն է եւ։ Ես երկար մտածեցի եւ հասկացա, թե ինչի համար են զոհվել մեր երիտասարդները։ Հա, որտեղ մի քանի ամիս ավել մնան Բաքվի բանտում, համարենք, որ ես իմ խոպան են գնացել։ Ձևակերպումներ են, որոնք խնդիրը մի կողմից անտեսում են, բայց մյուս կողմից էլ ինքը խելագարացնում է, այսինքն իրենք այնպիսի բաներ են ասում, մարդը կրա խելագարվի դրանց։
ասենք մարդը, որը Արցախցի է, որը Արցախը սիրում էր, որը չգիտեմ, հարազատ ունի Արցախի համար զոհված եւ այլն, բան այդ որ ասենք Արցախը վատ վայր էր եւ այլն, բան մարդը կարող գժվի ինֆոկս ստանա դրանից։ Դու իրոք մանդատ ես վերցնում ժողովրդից, որ պետք է Արցախի ինքնորոշման իրավունքով զբաղվես, հետո հայտարարում ես, ասում ես մենք չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը, ելի մի հատ պատկերացնենք, էլի 150,000 մարդ իր ունեցվածքը, ամենաբանով եմ էլի ասում, իր ունեցվածքը մեկն միշտ կորած համար, 150,000 մարդ, իր տունը, իր այգին, իր թթի ծառը, չգիտեմ, իր արվակը, իր սարը, իր իսկ ազգային բանը հարստությունը, ասենք այդ ամարասը, չգիտեմ, դադիվանքը եւ այլն, Գանձասարը, ամեն ինչ, ասենք, դու ուղղակի այդպես ասում ես, չենք վատ վայրը։ Իրավիճակա, որովհետեւ իրավիճակա փոխվել, ասում եմ, իրավիճակա փոխվել ու մենք հիմա գալիս ենք այս որոշման կարևորագույն հարցում։ Բայց եկեք վերադառնանք այն լավատեսական բանին, որ մենք պինդենք եւ պնդաճակատ եւ չենք հաստատվում եւ ինչը բան շարունակում ենք ու այդ լավատեսական նոտայի վրա ավարտենք մեր այսօրվա հաղորդումը, որ ի վերջո այո համառությունը կբերի բան, որովհետև դա հակառակ կողմել ունի, չէ, որ ասենք ասում են երբեք մի հանձնվի բան մի արա, դա օրինակ ասենք լավ կլներ, որ Նիկոլ Փաշինյանը հանձնվեր եւ հրաժարական տար, ոչ թե շարունակեր ասենք այդ իր գիծը, բայց մեր դեպքում մենք վստահ ենք, որ Իհարկե լավ իմաստով է համարվում։ Եթե պետքա գլխով ուղակի պատը ջարդել, մենք պատրաստ ենք նաև այդ տարբերակով պատը ջարդել, որովհետև կաթինն էլ է քարծակում, կաթ, ինձ թվում է կհասնենք որևէ հաջողության։ Ճիշտ է, եւ պատմության մեջ էլ արձանագրվում է, մնում է հենց այն տեսակը, որը որ մենք ենք, այո, չի հանձնվում, նաև ձեր տեսակը, Ռիփսիմե ջան, շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն, սիրելի ընթերցողներ, ունկնդիրներ, հիշեցնեմ, որ Օրագիր Նյուզի եթերում դուք նայում եք Խորագիր հաղորդաշարը, մեր հյուրը Ռիփսիմե Ջեբեջյանն էր, լրագրող, խմբագիր եւ ես Գևորգ Էմտերյանց ու Մենուել Սողոմոնյանը ձեզ ասում ենք, որ կհանդիպենք մի շաբաթ։ Շնորհակալություն, հաջողություն։